Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, այսօր ունեմ հյուր քաղաքագետ Գյորգի Թումասյանը, ողջունում եմ ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան, ես էլ եմ ողջունում ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, ես ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, որ անպայման չմոռանալ դնել իրենց լայքերը, չմոռանան գրանցվել իմ ալիքին եւ իհարկե պարոն Գյորգի Թումասյանի ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը եւ այսօր իհարկե պարոն Թումասյանի աշխատանքը։ Եվ եկեք միանգամից Ոչերին դիմում եմ հանրությանը, որ անպայման ձեր ալիքին բաժանորդագրվեն եւ դրանով աջակցեն նաեւ ձեր գործունեությանը, ինչ շատ կարեւոր է։ Շնորհակալություն։ Եվ միանգամից ուզում եմ մասնեմ ես հարցերին, քանի որ շատ բաներ է տեղի ունեցել։ Ես արդեն ձեզ ասեցի, ասում այն անձնական զրույցում, որ մի քիչ պետք է փոփոխեի իմ ծրագրի, ասում սցենարը ձեր հանդեպ, որտեղ մենք պայմանավորվել էինք, որ 3 պետք է հաղորդման էինք մի ուրիշ բանի թեմայով, բայց սենց ստացվեց։ Հիմա եկեք շնորհավորենք 4 գերիներ են վերադարձել Հայաստան, բոլոր բարեկամներին, ընկերներին, ծանոթներին, մտերիմներին շնորհավորենք, բայց չեմ կարող չնկատել այն դժգոհությունը համացանցում, որոնք որ հայտնում են, որ 4 գերիները ոչ թե փոխանցվել են Հայաստանին, այ փոփոխություն է եղել, հա, տվել են 2 terroristին, ովքեր որ հանցագործություններ են կատարել, թե Արցախի հանդեպ, թե հայ ժողովրդի հանդեպ, փոխանցվել են Թուրքիային, իսկ Ադրբեջանը իր կողմից մեզ է վերադարձրել 4 գերի։ Ինչ կասեք։ Տեսեք, առաջերտին մեր համար ամենակարևոր նշանակություն ունի մեր հայրենակիցների վերադարձը։ Եվ հասկանալի է, որ այսօր մեր հանրությունը, ինչպես նաև այդ ընտանիքները շատ ուրախ են, որ մեր գերիները վերադարձել են։ Ես կարամ ասեմ, որ մեր ջանքերը, այդ թվում իմ անձնականն էլ, երբ ես Վրաստանից վերջի ժամանակահատվածներում հարցազրույցներ տվեցի ադրբեջանական հանրային հեռուստաընկերությանը, այստեղ ներկա են իրանք Վրաստանում եւ հրավիրեցին ինձ, միևնույն ժամանակ Բաքու անմիջապես ադրբեջանական նաև պետական անգլերեն լեզվով հեռուստաընկերությանը, տարբեր պաշտոնական, հանրային, ոչ հանրային մեր շփումներում եւ միշտ ընդգծում էի, որ մեր գերիների հարցը եւ ընդգծելու եմ նաև, որ մեր գերիների հարցը մնում է այն խնդիրներից մեկը, որը մեր խաղաղության այս կարևոր օրակարգում, որը զուգահեռ մենք տեսնում ենք, որ TRIP-ի այդ ամբողջ տրամաբանության մասին եւ համոզված եմ կխոսենք դրա մասին առաջընթաց կա, այդ ամբողջ տրամաբանությունը վերաբերվում է խաղաղությանը, իսկ հայ հանրությունը խաղաղությանը, որ հավատա, դա ոչ միայն սահմանում իրավիճակի մասին է, ոչ միայն խոսքին առևտրի գործընթացի սկսում կամ Ադրբեջանի երկաթուղով հնարավորություններ առևտուր անելու եւ այլն, այլ դա իհարկե առաջերտին այդ գերիների հարցը վերջնական փակելն է։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շարունակում է դա օգտագործել ինչպես այսպես լծակ, եւ հասկանալի է, որ միակողմանի Ադրբեջանը չի զիջում այդտեղ անելու, ուստի պետք է շարունակել գտնել, իմ պատկերացումով մեր նպատակը պետք է լինի գտնել այն հնարավորությունները, որոնց միջոցով մնացած բոլորին էլ է կարելի վերադարձնել։ Առաջերտին շատ ուղիղ կասեմ, իրարից բաժանված է իմ պատկերացումով քաղաքական վերնախավը եւ ռազմական այդտեղ մեր սպայական կազմը նկատի ունեմ։ Իմ պատկերացումով եւ դա շատ անկեղծ եմ ասում, առաջնահերթությունը մեր սպայական կազմի վերադարձն է։ Դրանից հետո իհարկե քաղաքական առաջնորդների ուղղությունով էլ պետք է աշխատել եւ հասկանալի է, որ Ադրբեջանը այդտեղ էլ ավելի ծանր իրանց համար կլինի, որովհետեւ տեսեք, նույն ես հետևում եմ ադրբեջանական մամուլին։ Իրանք մամուլում ակնհայտորեն դժգոհ են ժողովուրդը, որ ինչու է թողնում։ Հասկանում եք, իրանք այդ հաղթանակած տպավորությունը ունեն, տպավորության վրա նաև հիմնված այն, որ այս հայերը ճակերտներում մեղավոր են ինչ-որ մի բանում ըստ իրենց, եւ ուստի հանրության Ադրբեջանի համար էլ է բարդ այդ գերիներին բաց թողնելը, որ սեփական ժողովրդին դա ապացուցի։ Եվ ես տեսա դժգոհ են այսօր մեկնաբանություններում հասարակ ադրբեջանցիք այդ իրանց մամուլի տարբեր տեղերում։ Ուստի մենք պետք է հասկանանք, որ դա զուգահեռ է այն գործողությունների, որը խաղաղության առումով արվում են, եւ ես հուսով եմ, կարծում եմ, որ ապագայում կտեսնենք նաև նոր այդպիսի քայլեր, որոնք կարող են լինել տարբեր ձևաչափերով։ Ցավոք դա առևտրի թեմա է դարձրել Ադրբեջանը, եւ ցավոք մենք ստիպված ենք մեր հայրենակիցների պատճառով մտնել առևտրի մեջ, բայց ես պետք է նաև այստեղ կարճ նշեմ, հիշում եք, որ Իսրայելը մեկ զինվորի համար 1000
ահաբեկիչ է ազատագրել իր ժամանակին, որովհետև իր մեր զինվորը իր համար ավելի կարևոր էր, քան 1000 ինչ որ ահաբեկիչ, օտար, որին նորից կարող է ձերբակալել ապագայում։ Նկատի ունեմ Հայաստանի համար նաև այդ մոտեցումը պետք է կարևոր լինի, որ մեր համար ամենակարևորը մեր բոլոր հայրենակիցները վերադառնան իրենց տներ։ Չեմ ասում, որ ամեն գնով պետք է Ադրբեջանի հետ ամեն ինչին համաձայնվենք, բայց պետք է գտնենք այն ճանապարհներ, որով հնարավոր կլինի, որ իրանց վերադարձնենք։ Դուք ինչպես եք կարծում։ Ես կարծում եմ, որ իրենց կյանքը ավելի կարևոր է, քան թե այդ երկու terroriste-ը, որ մնային մեր մոտ ինչ պետք է անեին։ Ինչ պետք է անեինք, նստեինք, ասենք մենք ունենք իրանց ուղղ, բայց 4 հայի կյանքը հետ։ Ես գիտեք ինչ կա, ես նույնպես ուզում եի ձեզանից հարցնեի, ում է այդքան հետաքրքրում ամեն ինչ սևացնել, հա։ Անկամ Սալավիովը երբ որ ելավ հայտարարություն արեց, որի մասին մենք հեսա կզրուցենք, բայց գտնվեցին հայ անունով, ազգանունով եւ հայերեն խոսացող մարդիկ, ովքեր որ ցանկանում էին արդարացնել Սալավիովի հայտարարությունները։ Ինչպես կմեկնաբանեք սա։ Պարոն Մարգարյան, հենց այդ է բանը, որ ես վաղուց դրան գնահատական եմ տալի եւ իմ հայրս միշտ այդ բառներ օգտագործում այսպիսի մարդկանց հանդեպ, ուստի իրանից եմ սովորել, որ ես իրանց հայ չէ, ես իրանց արմյան եմ համարում, որովհետեւ այդ արմյանի առանձին ձևն են, հասկանում եք իրանք։ Իրանց համար գլխավորը այն է, իրանք Ռուսաստանի ներքո ոնց կարան լինել։ Իրանք այդքան հայի որևէ որակ չունեն, ինչքան որ ռուսի ինչ որ տարբերակ են արմյանների ձևաչափով։ Հա իրանց համար հայրենիքը Ռուսաստանում է, իրանց տունը Մոսկվայում է, իրանք երբ ասում են մենք նկատի ունենք Ռուսաստանը եւ Կրիմ նաշը դրա վառ օրինակն է, հասկանում եք, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը ասում է Կրիմ նաշ Նաշ չէ, փաստը, չէ, այդ հարցը չի փակված, որովհետև մնացածը չեն ասե ուղակի այդ բառապաշարը։ Չեն ասե, որ երբ որ ասում են մենք, այսինքն նաշ կամ մերը, նկատի չունեն հայերին, նկատի ունեն ռուսներին, ուստի իրանք արմյան են, բայց հայկական ազգանուններ ունեն, ճիշտ եք ասում։ Հիմա Սալավիովի դեպքում ոնց կարելի է, որ մարդիկ դուրս գան եւ փորձեն արդարացնել իրան։ Մարդը ասում է գալու եմ հայերին սպանելու եմ, հա հատուկ ռազմական օպերացիան ինչու մասին է կարող է ծաղիկների մասին է։ Նրա մասին է, որ պետք է հայերի դեմ ռազմական գործողություններ վարենք, ստիպենք հայերին հրաժարվեն իրաց պետականությունից։ Սա լյուստրացիայի ամենաբարձր ցուցանիշն է։ Եթե դու Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին խոսում ես, խնդիր չկա, այնտեղից սպառնալիքներ կան, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ դաշնակից չեն, հակառակը, բայց Ռուսաստանը մեզ պաշտոնական դաշնակից է։ Մենք Ռուսաստանին թշնամի չենք, առնվազն շատերը չեն համարում Ռուսաստանին հայ ազգի կամ Հայաստանի թշնամի։ Այդպես է։ Փաստաթղթերով դեռ դաշնակից ենք։ Եվ երբ այդպիսի հայտարարություններ են, այն էլ ով, Սոլովյովը, պետական ԶԼՄ-ում, 2 շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինից շքանշանը անձամբ ստացել։ Հասկանում եք, դա անձնական կարծիք, նույնիսկ եթե իր անձնական կարծիքն է, ինքը դա միանգամից կապում է Ռուսաստանի պետության հետ, բայց անձնական կարծիք չի կարող լինել պատերազմ հայտարարել քո բոլոր հարևաններին, որտեղ Ուկրաինայի հետ արդեն կա պատերազմ, եթե հայտարարես Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի, էլ ինչ է ստացվում։ Ամբողջ հետսովետական տարածաշրջանում։ Ուստի իմ պատկերացումով մենք հայերս պետք է դա շատ լավ բան է։ Մենք պետք է մեր ազգի ներսում ֆիքսենք ով է օտար, որովհետև ես երբ ասում եմ խաղաղություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ես նկատի չունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, այսպես ասեմ, վտանգը չեզոքացրան, արհամարել կամ գնալ այնպես իրանց հետ համագործակցել, որ իբրև ոչ մի բան չկա։ Ոչ, ես նկատի ունեմ մենք միասին միահամախմբվենք, պետք է մեզ ադրբեջանցի հետ խոսենք, պետք է մեզ թուրքերի հետ խոսենք, բայց ոչ թե գնանք արդեն Թուրքիայի հետ միասին լինենք կամ Ադրբեջանի։ Բա նույն տրամաբանությունով պետք է մեզ ռուսների հետ խոսենք, բայց ինչ է նշանակում մերոնք, որ իրանք հետ է բանը, որ մերոնք չեն, որ իրանք ասում են մենք Ռուսաստանի հետ ենք։ Ուրեմն իրանք մերոնք չեն, վաղ եթե մեկ ասի ես Թուրքիայի գաղափարակիցն եմ կամ Ադրբեջանի, դուք իրան հայ կհամարեք։ Իհարկե։ Կապ չունի դրա։ Մի րոպե։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ Վանեցյանը ասեց Կռիմ նաշ, անգամ Սալավյովն էր, չէ՞, արծոծրույց վերցնողը։
եթե չեմ սխալվում, հենց Սալավյովը ինքը ասեց նաշ էտի ու մեր թե ձեր, եթե կհիշեք, դա շատ կարևոր բան էր, որտեվ այդ նույն հարցը, որ դուք եք տալի, որ ասում եք կռիմ նաշ էտի դու ում նկատի ունես, նույն հարցը Սալավյովն էր տալի Վանեցյանին, որտեվ իրանք իրականում համընդեղ են մերժված այս պահին, որտեվ իրանց ընդ չեն վերաբերվում լուրջ, այ օգտագործում են։ Համ մեր մոտ են արդեն հասկանում մարդիկ, որ սրանք հայի հետ, հայ արմատի հետ կապ չունեն։ Ընդհանրապես հայերեն են խոսում, բայց ուրիշ երկրի ռոպագանդա են ուզում անել։ Կան մարդիկ, իդեմս Ռոբերտ Քոչարյանի, ով հայերեն նորմալ ոչինչ խոսում է, եւ Սամվել Կարապետյանը։ Ոստի բոլորը չէ, որ հայերեն խոսում են։ Դրանք գոնե քաղաքական գործիչ են, նրանք քաղաքական գործիչ չեն, նրանք ինչ որ մթոմ ճակերտների մեջ ասած բլոգերներ են, ովքեր հատուկ կերպով լվանում ուզում են լվանան հայ մարդու ուղեղը ինչ որ ամեն կերպով արդարացնեն Ռուսաստանի արած մեղքերը մեր հանդեպ։ Եկեք ցես ձևակերպենք։ Հիմա տրիպ ճանապարհի վրա, հա, եկեք կենտրոնանանք, ես մի քիչ որ ասում սիրտս հանգստացել է, քանի որ ես Արադ Միրզոյանի հայտարարությունից հասկացա, որ սահմանային եւ մաքսային հսկումը լինելու է Հայաստանի հսկողության, այսինքն մենք էլ չենք ունենալու այն հարցը ով է վերահսկելու ճանապարհը, ոստիկանությունը այնտեղ իրավունք ունի կատարի իր գործողությունները եւ այլն, եթե պետ լինի, այսինքն ողջ առումով գտնվում է Հայաստանի օրենքի մեջ, հա, այն ժամանակ չունեինք այդ դրա պատասխանը։ Խնդրեմ։ Ես մանրամասն մի քանի ժամ է ուսումնասիրում եմ այդ փաստաթուղթը, իմ ալիքի համար YouTube-յան այսպիսի վերլուծություն էի պատրաստում հենց փաստաթղթի կետարկել եւ դրա շնորհիվ հիմա կարող եմ ձեզ հստակ ասել, որ ոչ միայն մաքսային եւ սահմանային վերահսկողությունը, փաստաթուղթում գրված է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջությամբ սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը լիարժեք full անգլերենով, այսինքն որ չի կարող որևէ բան բացառել, տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքի վրա, Հայաստանը այդտեղ ծավալում է իր պետական օրենքներով բոլոր օրենքները ամբողջ տարածքի վրա, մաքսային турքերի եւ սահմանապահ եւ այլն ուղություններով, Հայաստանի անվտանգության ծառայությունների եւ իրավապահ առանձին գրված։ Այդ երկու կառույցն էլ բոլոր հատվածներում Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքների, այսինքն Ալմա-Աթայի հռչակագրով, այսինքն հետսովետական, որովհետև օգոստոսի 8-ի փաստաթուղթում գրված է ինչ միջազգային տարածքներ կոնկրետ, որովհետև Ադրբեջանը վաղը կարող ասել, սա չի խոսքի միջազգային տարածքը, ուստի դա ամրապնդված է։ Ամբողջությամբ Հայաստանի ԱԱԾ-ն, Հայաստանի ոստիկանությունը կվերահսկի, եթե այնտեղ որևէ իրադարձություն է տեղի ունենում, հստակ գրված է, որ առաջնահերթ մասնակցությունը փրկարար կամ ինչ որ գործունեություններում Հայաստանն է վարելու, որ Հայաստանը այդտեղից ուրեմն ֆինանսական, ուրիշ, մի խոսքով, այդտեղ դրանով հիմա այդպես կոչված ընդդիմությանը ռուսական գործակալներին այնպիսի հարված եղավ, որ մենք դեռ նույնիսկ չենք գիտակցում միջև վերջ։ Եվ հուսով եմ, որ կամաց այս թեման այդքան կմտնի դաշտ քննարկման, որ կհասկանանք ինչ հարված է, որտեղ իրանց ամբողջ նարատիվը ստեղծված է նրա վրա, որ միջանցք ենք տալի, որտեղ ով աջակցում է թրիփին, դավաճանը միջանցք է տալի ըստ իրենց։ Հիմա այս փաստաթուղթը ապացուցում է, որ միջանցք չենք տալի, չենք տվե, ոչ մի միջանցք չկա, հակառակը Հայաստանը 100%-ով սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, վերահսկողությունը, սահմանների մաքսային ամեն ինչ պահում է։ Ես ասեմ, սա շատ հայամետ փաստաթուղթ է, որում իհարկե կա նաև այն հատվածը, որտեղ որ կարող են ասել, բա ինչու է սա այսպես, որովհետև այդ թրիփ ուրեմն կազմակերպությունը, որը հիմա ձևավորվելու է, 74% լինելու է Միացյալ Նահանգների, 26% Հայաստանի 49 տարով, հետո որ հետաձգվի էլի եւս 50 տարով, ապա 49% կարա ունենա Հայաստանը։ Ես ուզում եմ կարճ բարձաբանեմ սրա պատճառները։ Առաջինը, որ այս փուլում ոնց հասկանում եմ, բոլոր ներդրումները իրական, ֆինանսական, շինարարական եւ այլն անելու է ամերիկյան կողմը, եւ սրա շնորհիվ է, որ մենք խնայելու ենք այդ գումարները, որոնք մեզ պետք են բանակի, սոցիալական եւ այլ ուղղությունով, միլիարդների մասին է խոսքը։ Հայաստանի համար բարդ կլիներ այդ միլիարդները ինքը որ ներդրումներ աներ։ Դրա փոխարեն Միացյալ Նահանգները ստանում է առաջնահերթ այս ժամանակահատվածում հնարավորություն ավելի շատ տնտեսական ներկայություն ունենա, բայց հետո արդեն մինչև 49% կարող ենք ավելացնել։ Մեկ բաղադրիչ կա այդտեղ կարևոր, որ ինչու 49%։ Կարող են ասել մարդիկ, որ բա ինչու ոչ 51։ Ես կարծում եմ դա մեծ ձեռնտու է, որովհետև եթե այդ ենթակառուցվածքը
տնտեսական առումով, ոչ թե սահմանների վերահսկողության, ոչ թե ուրիշ անվտանգային, այլ տնտեսական առումով, եթե ինքը գտնվում է Հայաստանի վերահսկողության 51%-ը նկատի ունեմ, ապա խնդիրը կարա լինի հայ-ադրբեջանական։ Եթե որևէ խնդիր լինի, դա չի լինելու հայ-ադրբեջանական խնդիր։ Դա կլինի ամերիկյան եւ ադրբեջան խնդիր սրանից հետո, որտեղ տնտեսական այդ վերահսկողությունը թրիփի վրա ամերիկացիքի մոտ է լինելու։ Եվ դա մեզ օգտակար է, որովհետեւ մենք ասել ենք գնացեք ամերիկացիքի հետ որոշեք, իսկ ամերիկացիք իդեմս Թրամփի գիտենք, բայց ընդհանուր առումով 25% համաշխարհային տնտեսության, ամենահզոր ռազմական գերտերություն, դոլարային համակարգ, տեխնոլոգիաների ուղղություն եւ այլն, բայց հետաքրքիր բաներ էլի կա այս փաստաթղթում։ Հստակ ասում է, որ Հայաստանը ստանալու է ներդրումներ Ամերիկայից։ Հայաստանը ստանալու է Ամերիկայից տեխնոլոգիաներ, փոխանցելու են մեծ տեխնոլոգիաներ, բայց ով ասաց, որ սա սահմանափակ է միայն թրիփի ուղղությունի տեխնոլոգիաներով։ Կարող է մենք խոսքին ԱԹՍ-ների տեխնոլոգիաներ ենք ստանում, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ենք ստանում։ Մենք նաև Միացյալ Նահանգների հետ փաստաթղթում գրված է, որ սահմանային վերահսկողության մեծ հնարավորություններ կտան։ Բա մենք փաստացի, որ բանակը հանելու ենք Ադրբեջանի սահմանից։ Մինչև այսօր, գիտեք, համարյա բոլոր հատվածներում բանակ է մեր կանգնած, մեր զինվորներն են կանգնած։ Բանակը որ հանելու ենք, սահմանով պետք է էֆեկտիվ վերահսկենք։ Այդ սարքերով պետք է լինի, չէ՞, Սերժ Սարգսյանի կոնսերվի բանկաներով չի լինելու սահման վերահսկել։ Դա Միացյալ Նահանգների պես արհեստական բանականության տարբեր հնարավորություն կտար, որ մենք սահման վերահսկենք եւ այլն։ Ուզում եմ ասեմ, սրանով մենք տեսնում ենք եւ եւս մեկ կարեւոր կետ։ Գրված է, որ թրիփը որ հաջողակ լինի, անպայման Հայաստանի պետության պետական կառավարման համակարգը պետք է էֆեկտիվ լինի, պետական ինստիտուցիաները, այսինքն։ Ուստի դա նշանակում է երկարաժամկետով 50 տարով կամ 100 տարով մենք ստանում ենք ամերիկյան տեխնոլոգիաներ, ամերիկյան ներդրումներ եւ Ամերիկայի կողմից մեր պետականության աջակցություն։ Իսկ դա համ վերաբերվում է խոսքին ԱԱՑ-ն պետք է հզորացնես, որ վերահսկի սահմանը, ոստիկանությունը պետք է հզորացնես, որ լավ վերահսկի այդտեղ շարժը եւ այլն։ Փրկարար աշխատանք, ուզում եմ ասեմ, բոլոր ոլորտներում, որ Միացյալ Նահանգների շնորհիվ ամեն ինչ բարելավենք, կստացվի ինչ, հայկական պետությունը հզորանում է, զարգանում է, տնտեսության եկամուտներ ունի եւ այլն։ Հիանալի իրավիճակ։ Պարոն Թումասյան, եկեք մի հատ հասկանանք, այնտեղ որտեվ պարոն Միրզոյանը ասաց, որ մաքսային հարկումները մենք ենք վերցնում, այ շահույթն է, հա, բաժանվում 26-ի եւ 74%-ի։ Այդ պահը ես լավ չհասկացա, կարող եք բացատրել։ Մաքսային փողը 100% հետում է Հայաստանի բյուջե, թե դա էլ է կիսվում այսպես կոչված պայմանագրի տոկոսներով։ Հետաքրքիր հարց է, որտեղ առաջերտին պետք է ասեմ, այդպես չի բաժանվում, ոնց որ այդտեղ գրված է 74 եւ 26։ Չի բաժանվելու այդպես միանգամից։ Ինչու՞։ Որովհետեւ այս կոնսորցիումը, որը ձևավորվում է, ինքը հնարավորություն ունի այդ գումարները վերցնի եւ ներդրումներ անի։ Այսինքն դա չի նշանակում, որ միանգամից գումարը ստանում են, բաժանվում է եւ գնում է պետական բյուջե։ Դա նշանակում է, որ այդ գումարները կարա վերցվի եւ օգտագործվի նոր ծրագրերի համար, նոր ընդհանուր գործընթացների համար, նոր ներդրումների համար եւ այլն, համատեղ տարբեր բաներ ձևավորվի։ Ուստի կարողա չլինի 74-26, ուրիշ տրամաբանությամբ, սա փայատեր է 74, չի նշանակում, որ եկամուտի 74-ը ամերիկանի դանում, սա պետք է պարզաբանվի։ Պարոն նախարարը հստակ ասաց, որ կլինեն եւս փաստաթղթեր ավելի մանրամասն, որ տեղեկատվություն ունենանք, որտեղ հիմա մի կողմից մաքսային այդ турքերը փաստ է այս փաստաթղթով, որ Հայաստանն է ստանալու, բայց խոսքը գնում ամբողջ եկամուտը, որ այս ծրագրում եկամուտը գնալու է դեպի թրիփ։ Հիմա տարբերությունը այստեղ որտեղ է, սա պետք է մի հատ պարզաբանել։ Այսինքն Հայաստանը պետք է ինչ օրենսդրություն ստանա, որտեղ տեսեք, տարբեր բաղադրիչներ կարա լինի եւս։ Եվ այնտեղ գրված է հստակ, որ Հայաստանը պետք է ունենա տարբեր մոտեցումներ Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի ուղղությամբ, այսինքն նույն պետությունից նույն պետություն կապի ուղղությամբ եւ միջազգային տրանզիտի ուղղությամբ։ Այսինքն, որը գալիս է խոսքին Ադրբեջանից Թուրքիա կամ Կենտրոնական Ասիայից Թուրքիա կամ Չինաստանից Թուրքիա, Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Այսինքն դա նշանակում է, որ Հայաստանը տարբեր մոտեցումներ որ լինի, տարբեր մաքսային նաեւ օրակարգ է լինելու, հասկանում եք խոսքին։ Նավթի երբ նավթ ես արտահանում, ուրիշ իրավիճակ կլինի, գազի համար ուրիշ իրավիճակ։ Ասեմ ձեզ, որ Վրաստանի օրինակով Վրաստանը նաեւ ունի պայմանագրեր Ադրբեջանի հետ եւ ինչ որ ժամկետով կնքվում է պայմանագիրը եւ մեկ-մեկ խոսքին Վրաստանը 10% է գազի ստանում,
Մեկ-մեկ այդ 10% տեղը գումար է ստանում, մեկ-մեկ 20% կարա ստանա, նայած առաջի փուլում ավելի շատ է ստանում Վրաստանը, հետո պակաս եւ այլն։ Մի խոսքով Հայաստանը կարա պայմանավորվի եւ ստանա խոսքին գազ դրա դիմաց։ Այդ գազը կարա վաճառվի, կարա չվաճառվի, փոխանցվի, կարա swap տեղի ունենա խոսքին այդ գազը հաշվվի, որ Հայաստանը ստանում է, բայց իրականում խոսքին չստանա եւ դրա գումարը ստանա եւ այլն։ Մի խոսքով սա արդեն տեխնիկական, տնտեսական մանրամասներն են, բայց ամենակարևորը այն է, որ մենք միայնակ չենք մնում Ադրբեջանի հետ, որտեվ դե գիտենք Ադրբեջանի հետ միայնակ մնալը նշանակում է ինչ կարա գնալ վատ ուղղությունով, որովհետեւ փաստացի բալանսը այսօր պահպանված չէ, տեխնոլոգիական, ռազմական եւ այլն, բայց Միացյալ Նահանգները, որ մեր հետ միասին են ներկա լինելու, մենք կարանք հանգիստ լինել։ Երբ հարցերը հարցը սա էր, Մաքսայինը, որը որ պետական է, կապ ունի տրիպ ճանապարհի հետ, թե չէ։ Հարցը սա էր։ Այնտեղ գրված է փաստաթղթում, որ Մաքսային турքերով զբաղվում է Հայաստանի պետությունը, ոչ թե տրիպը։ Ահա, ուրեմն տրիպի շահույթը ո՞րն է։ Որովհետև տեսեք, մենք խոսում ենք Մաքսային ծառայությունը խոսքին այն դեպքում, որը գալիս է գույք ինչ որ, հա, Հայաստանի նկատի ունեմ բեռ է անցնում Հայաստանի տարածքով, բա նավթի դեպքում մենք նավթատար Հայաստանում չունենք։ Ուստի բա գազի դեպքում, բա հոսանքի արտահանման դեպքում, տրանզիտի այսինքն մենք այդպիսի օրինակներ չունենք, ավելին Թուրքիա-Ադրբեջանի հետ հաստատ չունենք։ Եվ հիմա որ ձևավորվելու է, զրոյից է ձևավորվելու քաղաքականություն, ուստի տրիպը պետք է չէ իր օգուտը ստանա, որ նաև այդ ծախսերը ծածկի եւ այլն։ Իհարկե հենց դա եմ ուզում ճշտել։ Բալանսավորվելու է ինչ որ առումով, ինչն է միայն Հայաստանին վերաբերվում, իսկ ինչ է տրիպի ծրագրի ներքո, հիմա եթե տրիպը գազատարը, նավթատարը, էլեկտրո կապը եւ ինտերնետի մալուխը կամ այնտեղ ավտոբանների մասին է գրած, հա, խոսքին եթե ինչ որ ավտոբան է կառուցվում նոր, խոսքին տեսեք, չգիտեմ ինչ որ ուղղությունով, որովհետև շատ པարզ կարելի ասել, որ մեղրի հատվածում փաստացի երկաթուղի է լինելու, բայց հնարավոր է իհարկե այսօրվա տեխնոլոգիաներով եւ նույնիսկ այդտեղ ավտոբանել կառուցես, եթե դրան լավ ներդրումներ արվի, մի քանի միլիարդ դոլարի թունելների համակարգով ավտոբանել կարողս կառուցել, որովհետեւ շատ թանկ է դա անելը, բայց եթե Միացյալ Նահանգները դա անեն, կարա վճարովի լինի այդ ճանապարհը, այսօր Եվրոպայում, Ամերիկայում նորմալ բան է վճարովի ճանապարհ։ Այսինքն, եթե դու ուզում ես օգտագործել այդ ճանապարհը վճարովի, եթե չէ, գնա մյուս ճանապարհով, որը խոսքին տևում է մի քանի ժամ ավել, բայց դու չես վճարում, խոսքին ամբողջ Եվրոպական միությունում դա շատ նորմալ բան է այսօր։ Ենթադրում եմ դա նաև կարա ներառի, երկաթուղին կարա նաև ներառի եւ այլն, շատ հարցեր կարան լինեն եւ ուստի այստեղ տրիպը հարցը դրանում է, որ տրիպի գլխավոր նպատակը գումար աշխատել չի։ Բոլորս պետք է լավ հասկանանք, որ Միացյալ Նահանգները չեն եկել Հայաստան, որ գումար աշխատեն, հա։ Պետությունը, որը 1 տրիլիոն ռազմական բյուջե ունի եւ հիմա Դոնալդ Թրամփը ասում է տրիլիոն ու կես դարձնենք ռազմական բյուջեն, հաստատ Հայաստանում գումար աշխատել չի փորձում։ Ուղղակի ոչ էլ ուզում է ծախս ունենա այդտեղ անիմաստ, որովհետև Թրամփի քաղաքականությունն այնա, որ ինքը պետք է ասի, ուր որ մտնում եմ օգուտ եմ բերում, այլ ֆինանսական օգուտ, այլ ոչ թե ծախսում եմ գումարները, գիտեք, Բայդենի հետ իր ամբողջ խոսակցության հիմքը դա էր։ Հիմա այս ծրագրով լիովին Ռուսաստանը սես դուրս է նետվում, հա, այն ճայիճը, որի մեջ որ մեզ ուզում էին տանեին, այն Լաչինի միջանցքն էին ուզում անեին, վերցնեին ռուսները ընդե կանգնեին, հետո մի օր կանեին ինչ որ մի օգուտի դիմաց այդ ճանապարհը կտային թուրքերին։ Հիմա Ռուսաստանը լրիվ դուրս է մնում, հնարավոր է որ Սալավիովի ոռնոցը հենց սրա հետ կապ ունի։ Իհարկե, ոչ միայն Սալավիովի դա վաղուց է սկսվել, որովհետև իրանց ոռնոցը, իրանց Կտրիչ Ներսիսյանին գործի դնելը, ուրեմն հիշում եք Կտրիչ Ներսիսյանը, որ 9 ամսվա ընթացքում երբ շրջափակում էր, մեկ անգամ չասեց նորմալ, որ այդտեղ շրջափակում է ռուսները մի բան արեք, ձեր պատասխանատվությունն է, դուք եք պատասխանատու վերցրել մեր 120,000 քուրերի եղբայրների վրա, մի բան արեք։ Մի անգամ չասեց, բայց հիմա երբ որ ամեն ինչ կայունացավ, Կտրիչ Ներսյանը դառավ ամենահայրենասեր մարդը, գիտեք, Արցախ հիշեց, Արցախի ինչ որ հուշարձաններ հիշեց։ Ինչու՞։ Որովհետև Ռուսաստանի նպատակն էր նոյեմբերի 9-ի 9-րդ կետը մի ձև ապահովել հիմա։ Մի կողմից Էդմոն Մարուկյանին գործը դրեցին, մարդը դուրս եկավ բացահայտ ասաց 9-րդ կետը պետք է փոխանցենք։ Չգիտես ինչու։ Ինչու պետք է փոխանցենք, որ։ Հա, երկրորդը Կտրիչ Ներսյանը ինչ էր ուզում անել։ Ստեղծել Ադրբեջանի հետ նոր հակամարտություն,
Նոր հակամարտության ներքո Ադրբեջանը իհարկե կրակելու էր, միտեղ էլ ներխուժելու էր, ռուսները գալու էին մեր Սյունիքը փրկեին, Ղարաբաղի պես։ Սյունիքում Սյունիքների դարպասը որ կա, Սյունիքի դարպասը, այդտեղ մի հատ շլագբաում են ռուսները դնում, Լաչինի Միջանցկի պես, եւ ասում են այսուհետեւ այդտեղ Սյունիք մենակ մտնում են սյունիքցիներ։ Եվ ձևավորվում է Ղարաբաղցիների պես մի առանձին սյունիքցիներ, որը ռուսների վերահսկողության տակ են, եւ վերջ հիմա թուրքերը այդտեղ ամեն շարժ ու դարձի այդ բոլոր ճանապարհների վրա պետք է Մոսկվա զանգեն, հարց տան, ինչ ենք անում, ոնց ենք անում։ Հայաստան այդտեղ չկա, Հայաստանում էլ մի հատ գեներալ գուբերնատոր կնստեր, որ խելոք մնացած հայերը այդտեղ ապրեն։ Օրակարգը հասկանալի էր, պարզ էր, նպատակը պարզ է, Դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը, որ նոր պատերազմ են ուզում հրահրել հիմա, տարբեր իրանց հարցերով։ Իրանք գիտեն, չէ՞ որ մեր ռազմական պոտենցիալը չկա, որ մենք կարողանանք հաղթել։ Լավ, ասես Հայաստանինը չկա, բայց հեսա Ռուսաստանը մեզ զենք է մատակարարելու, եթե իրանք իշխանություն գալ ու մենք հաղթելու ենք, Ռուսաստանի նեղնի մեկը զենք մատակարարի։ Ոչ թե Ռուսաստանը մատակարարի։ Ավելին, ռուսական հակաօդային պաշտպանությունը պարզվում է, որ ավելավա չունենաս, որովհետև որ ունես, հույս ունես դրա։ Վենեսուելան հենա ձեզանից հեռու չի, պարզվեց, որ ռուսական հոպը չկա։ Ես 300 բուկ, տոր եւ այլն կանգնած էր Վենեսուելայում, չեն կրակել։ Ես նույնիսկ մի քիչ զարմացած եմ անկեղծ ասած, որովհետև ուղաթիռ չեն կարողացել խոցել, հասկանում եք։ Ինքնաթիռ չէ, ուղաթիռ, շատ հեշտ է դա խոցել։ Ես չգիտեմ ամերիկացիք ինչ են օգտագործել, ասում են էլեկտրոմագնետիկ ինչ որ զենքեր են օգտագործել եւ այլն, բայց ամեն դեպքում փաստացի ռուսական հոպը ուղղակի չկար։ Եվ այդ դեպքում խոսել, որ մենք պատերազմ ենք վարելու Ադրբեջանի հետ եւ հաղթելու ենք, իհարկե դա լուրջ չի։ Նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանը եթե իշխանություն գա, բայց եթե Ադրբեջանի, եթե դու պատերազմ ես վարելու կամ ագրեսիվ ռետորաբանություն ես ունենալու, բայց զենք չես ունենալու, բա սկսում ես տենց հակամարտություն, որ ինչ անես, պարտվես, ում երեխու հաշվին, այսինքն այդ հարցը։ Այդ առանձին հարց է, իրանց չի հետաքրքրում, մեր հանրության երեխեքը իրանց երեխեքը չեն, որտեղ մարտի 1-ի կազմակերպիչները, սեփական ժողովրդին գնդակահարողները իրանց ժողովուրդը չի հետաքրքրում։ Իրանք, տեսեք, իրանց որ հետաքրքրեր մեր ժողովուրդը, երբ թալանում էին հայ ժողովրդին եւ իրանց սեփական երեխեքին այդ գումարը տանում, մի անգամ չէին մտածում, որ դրանով ուրիշ հայերի, իրանց եղբայրների եւ քույրերի երեխեքից են այդ կտորը խլում հացի։ Չէին մտածում եւ չի կարելի իրանց հայ համարել այդ առումով, որովհետեւ այդպես վարվողը ինչ հայ։ Ինչ հայ, հետո ինչ որ դու այսօր պաշտոն ունես եւ կարող ես գողանալ։ Դու ումից ես գողանում, քո հայից ես գողանում, իրանք չէին ընկալել դա։ Ուստի պետք է հասկանանք Ռոբերտ Քոչարյանը ուրիշ տրամաբանության, ինքը սովետական քաղաքացի է։ Ինքը KGB-ում մեծացած այդ տրամաբանության կտրիչ Ներսիսյանն էլ հասկանում եք։ Իրանք հայության հետ շատ քիչ կապեր ունեն առհասարակ, ազգային եւ այլն։ Իրանք որ ազգային ունենային կտրիչ Ներսիսյանը Նորություն կաներ մի անգամ։ Կտրիչը աստծո օրդություն ծախողը չի, որ ժողովրդին աստծո օրդությունա ծախում։ Աստից սկսեք։ Մեր եկեղեցին դարձել է բիզնես, նորություն չեք ասում, եւ դրանով ինչ վիճակի է բերել մեր եկեղեցին, մեր հանրությունը պարակտելը։ Բայց ոնց կարա պարակտված չլինի, եթե ինքն է պարակտված։ Հիմա մենք դրա մասին կխոսենք, բայց որ չշեղվենք, ես ուզում եմ ասեմ, որ բոլորովինս վերջերս Վենեսուելան 20 միլիարդի ուշադրություն դարձրեք, ոչ թե միլիոնի, այլ 20 միլիարդի հակաօդային պաշտպանություններ գնել Ռուսաստանից եւ պատկերս այ պատկերացնում եք 20 միլիարդ 10 եւ հակաօդային պաշտպանություն գնես Ռուսաստանից, Վենեսուելայի մասին է խոսքը, եւ անգամ մեկ ուղաթիռ, հա, որ ժողովուրդ լավ ընկալի, մի հատ վերտալյոտ չեն խփե, արգելիներս, պատկերացնում եք։ Բայց դե ցավալին որն է, որ այդ ռուսական հակաօդային պաշտպանությունը այսօր Հայաստանում է։ Այսինքն մեր օդը այսօր մերկ է։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, եւ կարելի ասել, որ դա մնում է լուրջ խնդիր եւ մենք պետք է մեր ջանքերը ուղենք առաջերտին այս ընտրություններում գործակալների հարցը լուծենք, որ դրանից հետո հանգիստ կարողանանք զբաղվել արդեն վերջնական հապկից դուրս գալով, ռուսական ռազմակայանի ներկայությունը նվազեցնել հանելով, այդ հակաօդային պաշտպանությունը փոխելով։ Այդտեղ ուղղակի մեկ խնդիր կա, որ մատակարարումները զենքի, որը ֆրանսիական սկսվեց ուրեմն կոնկրետ Վրաստանի տարածքով եւ դա շատ կարեւոր էր Բիզինա Իվանիշվիլու ռուս օլիգարխի միջոցով դու գիտեք որ Վրաստանում ես ընդդիմադիր գործունեություն եմ ծավալում որովհետեւ ինքը շեղեց համ Վրաստանի եվրոպական ինտեգրումը
Դրանով փակեց Հայաստանի եվրոպական ինտեգրումը, Ռուսաստանի ցուցմունքով Սամվել Կարապետյանը էլի նույն իրականում։ Սամվել Կարապետյանին են ասում Իվանիշվիլի 2 եւ սահմանափակեց ոչ օրինական ձևով Հայաստան դեպի Հայաստան ֆրանսիական զենքի մատակարարումները։ Հիմա Ռուսաստանը դա արեց, հույսով որ մենք ֆրանսիական զենք չենք ստանա։ Հիմա երկու լավ տարբերակ կա։ Այս պահին մենք թույլ ենք, մենք զենքի մատակարարման ուղղությունով թույլ ենք։ Երկու տարբերակ կա։ Կամ եթե Իրանը տապալվի այս այաթոլաների ռեժիմը, Ամերիկամետ իշխանություն լինի եւ իրանց հետ միասին մենք Ամերիկայի հետ դաշինք կազմենք եւ հարավից ամերիկյան զենք ստանանք, որովհետեւ հնդկական զենք ստանում ենք, բայց հնդկական զենքը որակ չունի։ Պակիստանի հետ հակամարտությունը դա երևաց։ Չեմ ասում շատ վատնա, բայց միջին որակի է։ Բայց մեզ չի բավարարում միջին որակը, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան նաեւ լուրջ այդ ուղղությունով աշխատում են։ Երկրորդ տարբերակը հետաքրքիր։ Եվ Սոլովյովին բարև եմ ուզում այստեղից փոխանցեմ, նաև որ շատ ուշադիր լինեն, որովհետև հիշում եմ իրանք ասում էին «Ակուդա вы денетесь, армяне», չէ՞։ Դե հիմա ուշադիր լսեն, որ մենք ունենք հնարավորություն, որ կարող ենք Թուրքիայի տարածքով ստանալ զենք։ Բայց իհարկե Թուրքիան դրա փոխարեն որևէ բան կուզի։ Եվ կարա ուզել դեպի Ադրբեջան եւ Կենտրոնական Ասիա զենք մատակարարել Հայաստանի տարածքով։ Ուղղակի դա իմ պատկերացումով մենք իհարկե չենք անի։ Բայց եթե մենք Թուրքիայի տարածքով զենք ենք ստանում ամերիկյան խոսքին, ֆրանսիական, մենք ենք հզորանում, մի հատ էլ ամերիկան մեզ այստեղ թրիփով եւ այդ պայմանավորվածություններով երկար ժամկետով պահում է, դարձնում է Իսրայելի պես փոքր հզոր, այսպիսի հենակետ կարելի ասել Սինգապուրի, Իսրայելի պես հզոր պետություն, մեզ ինչ եթե Թուրքիան, Կենտրոնական Ասիան զինի, դա վտանգ է միայն Ռուսաստանին ու այն էլ Չինաստանին մասնակի։ Դե թող ռուսները հետո մտածեն ոնց են մեր հետ հարաբերությունները դասավորում այնպես լեգիտիմ իշխանության հետ, ոչ թե իրանց դրածոների հետ, ով էլ լինի, չեմ ասում անպայման Նիկոլ Փաշինյանը իհարկե, բայց լեգիտիմ իշխանության հետ, թող իրանք մտածեն ոնց են պայմանավորվում, որ մենք կարող է թույլ տանք անցնի այդ զենքը, կարող է թույլ չտանք, եւ դրա միջոցով մենակ Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Ղրղստան չի հարցը։ Ադրբեջանը, որ շաբաթները, ամիսները Դաղեստանի թեմայով ասպառնում, ասում է Դաղեստանը թուրքական տարածք է, Տատարստանը, Բաշկիրիան, Յակուցիան, թող ավելավար ռուսները իրանց խնդիրներով զբաղվեն, քան եկել են մեր ազգի մեջ Սամվել Կարապետյան են ուղարկում, Ռոբերտ Քոչարյան են ակտիվացնում, Կտրիչ Ներսիսյան են վարչապետ ուզում դարձնել Իրանի պես այաթոլլա մեր գլխին նստեցնեն։ Մի փոքր հիմա որ ես ամփոփեմ, նենց է դուրս գալիս, որ 30 տարի, հա, անկախությունից ի վեր թուրքերն էին, հա, մեզ այսպես կոչված մեր սահմանները փակե, մեր շրջափատե, փակուղի, հա, որ չունենանք ոչ նորմալ պետություն, ոչ նորմալ զարգացված զենքեր, ոչ մի բան։ Բայց հիմա նենց է դուրս գալի, որ թուրքերը պատրաստ են սահմաններ բացել, հայ շրջապատումը ասма վերացնել, բայց հիմա ռուսն է մեր շրջապատում, հա, սենց է դուրս գալի։ Փաստացի այդպես է ստացվում, որովհետև կոնկրետ Վրաստանով դա է անում Ռուսաստանը, շատ բացահայտ եւ ցավալի է, բայց ես համոզեցնում եմ մեր հանրության, որ վրացիկ էթնիկ դրա հետ կապ չունեն։ Այդքան ուժ են կիրառել, ուղղակի այստեղ մարդկանց բանտերում են բռնել եւ այլն, ու թույնավորել են նույնիսկ BBC-ին դրա մասին մեծ հոդված է գրել, ուղղակի չեն սպանել, ոնց որ Իրանում են սպանում։ Մի հատ տարբերությունը է դա։ Վրաստանում Իրանի հետ տարբերությունը չեն սպանել մարդիկ։ Դե մնացածը ամեն ինչ ես ես համոզեցնում եմ արեցին, որովհետև Վրաստանի ժողովուրդը ոչ թե Հայաստանի պատճառով էր դուրս եկել իհարկե, իր սեփական ապագայի Ռուսաստանը դեռ Վրաստանի սեփական ապագան խլեց, հետո էլ Վրաստանը օգտագործում է ինչպես գործիք Հայաստանի հանդեպ։ Ես միշտ ասում եմ, շատ բացահայտ, գիտեք, եւ թող այս մեսեջը նաեւ ռուսները ուշադիր լսեն, միշտ երբ դա ասում եմ, թող լսեն, որ եթե դուք այսպես եք Վրաստանին վարվում, իսկ վրացիք մեր հնագույն հարևաններն են, ուրեին ադրբեջանցիք եւ թուրքերը, երբ որ վրացիք ու հայերը հարևան էին այստեղ, ուրեին ռուսները չկային հələ, երբ որ մենք պետություններ ունեինք։ Եթե դուք Վրաստանի հանդեպ այսպես եք վարվում, մենք ինչ վստահություն ունենք, որ մեր հանդեպ դուք ուրիշ ձև կվարվեք։ Ուղղակի տարբերությունը նրանում է, որ մենք կարող է այս պահին այդքան թույլ չենք, դուք Վրաստանի հետ սահման ունեք, խոսքին ազդում եք սահմանի միջոցով եւ այլն, Հայաստանի հետ սահման չունեք, դրա մի փոքր մեր դիրքերը ավելի հզոր, դա տարբերությունը։ Եթե մենք վստահ չենք, որ դուք այդպես մեր հետ չեք վարվի, ես այդ թվում պահանջում եմ, եթե իրանք ուզում են, որ հայ ազգի հետ պայմանավորվեն, իրանք որ էլ մեզ տիրապետել չեն կարողանա, դա փաստ է։ Նորից։ Եվ այս ընտրություններով վերջակետ կդնենք այդ հարցում։
բայց եթե իրանք ուզում են մեր հետ պայմանավորվել տարբեր հարցերի շուրջ, մենք պատրաստ ենք, եթե մենք Թուրքիի հետ ենք պատրաստ խոսել, մենք Ռուսիայի հետ պատրաստ չենք խոսել, բայց հարգանքով մեր ինքնիշխանության, մեր պետության հանդեպ եւ մեկ պայման ես կոնկրետ Վրաստանի հայ համայնքի ինչպես ներկայացուցիչներից մեկը, այսպես ասեմ, Վրաստանի հայ համայնքից լինելով եւ այստեղ համայնքային գործունեություն նաեւ ծավալելով։ Իմ համար Վրաստանը նաեւ իմ պետությունն է եւ կոնկրետ հայերի համար, շատ հայերի համար, 100,000-ավոր հայերի համար Վրաստանը մեր պետությունն է նաեւ։ Եվ ուստի եթե Ռուսաստանը ուզում է, որ հայերը հաշվի առնեն Ռուսաստանի շահերը, Ռուսաստանը նաեւ մեր շահերը, այսինքն Հայաստանի շահերը եւ այդ թվում Վրաստանի շահերն էլ պետք է հաշվի առնեն։ Ուրիշ ձև չի ստացվի։ Հենց որ իրանց շահերը մենք հաշվի առնենք, իսկ մեր վրա իրանք ոնց որ նախկինում ուրեմն ընդհանրապես հաշվի չառնեն մեր շահերը, մենք իրանց երկաթուղի տանք, մենք իրանց ռազմակայան, ամեն ինչ ոնց որ Հայաստանը միշտ տալիս էր, դրա փոխարեն ոչ մի բան չէր ստանում, այդպես էլ չի լինելու։ Հաստատ համոզեցնում եմ ձեզ։ Իսկ հիմա վտանգ չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ Ռուսաստան եւ այնտեղ ձերբակալվել։ Ինչ նկատի ունեք ձեր։ Դե այս հայտարարություններից հետո, որ պետք է SVO արվի Հայաստանում, Ռուսաստանի կողմից։ Դե տեսեք, առաջերտին իմունիտետ կա երկրի առաջնորդների համար, տարբերվում է Մադուրոյի դեպքը իրոք տարբերվում։ Կներեք, Սալավիովը ասում է թքած ունեմ ես միջազգային օրենքների վրա։ Այդ է բանը, թքած ունեն։ Մենք պետք է դա հաշվի առնենք, որ իրանք թքած ունեն, բայց խնդիրը գիտեք ինչու՞մ է, իրանք վաղուց թքած ունեն։ Իրանք որ հիմա սկսեին թքած ունենալ, կասենք Ամերիկան մի բան արեց, խախտեց, դրա պատճառով Ռուսաստանը հիմա թքած ունի։ Բայց այդպես չէ։ Ռուսաստանը առաջի օրվանից մեր անկախության բոլոր իր հարևանների պայքարում այս պետությունների դեմ։ Բուքարեստի գագաթնաժողովը կլիներ, փաստաթուղթը Ուկրաինայի հետ կապված կլիներ, չէ՞։ Միջուկային զենքը որ փոխանցել է։ Այդտեղ ինչ է գրված։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխիքն է։ Հասկանում եք։ Իրանք ընդհանրապես հաշվի չեն առնում ոչ բան։ Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, ես վարչապետին կոչ եմ անում, որ հեծանիվ քշելու ուրեմն ուղղությունով շատ լավ է առողջության համար, բայց զգուշ լինի առհասարակ, որովհետև մեզ մի կողմից դաշնակները սպառնում են նոր հոկտեմբերի 27-ով բացահայտ, մյուս կողմից ռուսները ասում են մեզ միջազգային իրավունք չի հետաքրքրում, բայց կարևոր է, որ մեր պետությունը անկեղծ կլինեմ եւ շատ ուղիղ։ Չպետք է անձերի վրա հիմնված լինի։ Ամենայն հարգանքով բոլորի հանդեպ։ Տարբերություն չկա երկրի ղեկավարը ով է։ Դուք լինեք, ես լինեմ, թե ով է, թե ինչ պաշտոններ ունենանք, դա ինչ կապ ունի։ Երկիրը չպետք է լինի կախված մեկ անձից։ Մեկ անձի հետ որ որևէ բան պատահի, խոսքին եմ ասում։ Տարբերություն չկա ինչ նաև։ Դրանից երկիրը պետք է պինդ լինի։ Մենք նաև ցավոք այդ սխալը մեր ազգովի թույլ տվեցինք հոկտեմբերի 27-ը, բան ինչու մասին է, որ մեր մի քանի առաջնորդին միևնույն ժամանակ սպանեցին եւ իրանք կարողացան երկիրը վերցնել իրանց վերահսկողության տակ եւ ինչքան տարի մեզ պետք եկավ, մարտի 1 նաեւ պետք եկավ, որ հասնենք մի ձև հեղափոխության, որը ասեմ ձեզ, որ այդ 2018 թվականի հեղափոխությունը հիմա որ նայում ես, դա ուղղակի զարմանալի է, որ տեղի է ունեցել ամեն դեպքում խաղաղ այդպես որ ավարտվել է, հասկանում եք, որովհետև ուղղակի հայ ժողովրդի քանակի շնորհիվ ստացվեց։ Թե չէ, եթե այդ քանակը ծավալը չլիներ, բռնապետական համակարգը նորից թույլ չէր տա։ Ուղղակի լավ է, որ ժողովուրդը դուրս եկան եւ ընկալեցին, բայց այսօր մենք տեսնում ենք, որ բռնապետները ել ավելի են բռնապետ դառը։ Օրինակ Վրաստանի, որը այդպեսին չէր, օրինակ Իրանի, որտեղ որ խոսք է գնում, որ 6-ից 12000 մարդ են սպանել 3 օրվա ընթացքում, հասկանում եք։ Մենք 44 օրում 3700 մեր եղբայր են կորցրել։ 3 օրվա մեջ իրանք խոսք է գնում 6-ից 12000 մարդ եւ այսօր էի նայում նկարների մեջ մեկը գրված է ծնվել է 2009 թվականին, հասկանում եք։ Այսինքն մեր պատկերացումով նաեւ իմ անձնական պատկերացումով երեխա եւ սա մեսիջը գիտեք ում ավելի շատ սա մեսիջ այդ կաթողիկա պաշտներին, հա, որ մթոմ կաթողիկոս են սիրում։ Այդ դենեմ եք որ մթոմ հոգեվորականները դառնում են քաղաքական գործիչ, վերջին չալնում։ Ամինդի չալեք են ասում, ոնց են ասում, պարոն Թոմասյան։
Չալմա, ահա։ Այդ Չալմեքովները մի որ երկրի ղեկավար են դառը, ինչ նայեք իրանց այդ քանի տարի արդեն, ճիշտ ասած չգիտեմ 60 թվից, հա, թե ահա։ Մի խոսքով է սաղ իր պատմության մեջ մենակ սպանում են, անգամ իրանք իրար մեջ են իրար սպանել գահի համար։ Դուք պատկերացրեք։ Մի բան ես ուզում ասեմ։ Դուք գիտեք, այսօր որ 6-ից 12000 սպանել են, մոտավորապես որ նույն քանակի մի 6-10000 հիմա բանտերում է եւ կախարան են կազմակերպելու։ Իդեպ Տրամպը ասում է օգնությունը գալիս է, ինչ օգնության մասին է։ Հարվածը հասցնելու։ Դուք համոզված եք։ Ես կարծում եմ, որ այո։ Բա ինչ հետևանք ասա ունենալու Հայաստանի համար։ Հայաստանը պատրաստ է այդ ծավալի փախստական ընդունի։ Փախստականներ չի լինի այդ ծավալի, որովհետև սա իհարկե հարվածը չի լինելու քաղաքացիական ենթակառուցվածքների։ Սիրիայի հետ չխառնենք, էլի Սիրիայում քաղաքներ էր քանդվում, Հալեպը այդ թվում։ Ռուսաստանի հետ չխառնենք երևի։ Չէ, ինչու Ռուսաստան։ Ռուսաստանը մսաղաց է անդե միացել։ Հա, Ուկրաինայի դեպքում էլ քաղաքներ են ոչնչացվում։ Այստեղ հարվածներ լինելու իմ պատկերացումով այս իսլամական այս կորպուսը որ կա, իրանց ենթակառուցվածքների դեմ, այսինքն այդ գլխավոր հիմքի վրա, դրանց դեմ որ կլինի պայքար, մնացած մարդիկ ավելի հեշտ կկարողանան հետո պայքարել եւ պատերազմ վարել, բայց տանկերով չէ, զենքով ուղակի, որովհետեւ հիմա էլ իրանց ավտոմատներով ուղակի սպանում են փողոցներում։ Ոնց է սպանել 3 օրում այդքան մարդ։ Բայց ես մի բան եմ ուզում ասեմ։ Բա հոդվածը գիտեք, որ ինչ հոդվածով է դատվում չէ, ուզում են կախարան կազմակերպել հազարավոր մարդկանց։ Այո։ Հոդվածը այսպես է։ Աստծու դեմ գործունեության պատճառով։ Դե իմի կտրիշտել է իրան ատտեղ դրե։ Կան էլի։ Ուրեմն հոգեվորականը դառնում է ոչ թե վարչապետ, ընդմիշտ ղեկավար, որը պաշտոն չունի, Աստծու անունով կառավարում է, իր անունն էլ ինչ է այդտեղ Վիլայաթ Ֆաքիրա կոչվում։ Աստծու ներկայացուցիչն է ինքը։ Եվ բոլորով իր դեմ են, Աստծու դեմ են։ Ձեզ որևէ բան չի հիշեցնում էսի։ Կտրիշ Նարսիսյան։ Հիմա որ ասում են եկեղեցու դեմ են պայքարում, բան ազգային կառույցի քրիստոնեություն անողները գիտեք ովքեր են, դուք ոնց էիք ասում, արմիաշկա թե ուրիշ ձև էիք ասում։ Հա, այդ եմ ասում։ Դրանք են, որ ընդհանրապես հայ արմատի հետ կապ։ Հիշեցնեմ ձեզ, որ Էդգար Ղազարյանին դուք գիտենաք, Սերժ Սարգսյանի մոտիկ քաղաքական գործիչներից մի խոսքով։ Հա, իմացա։ Բաց այդ ասում են Կտրիչ Ներսյանը մեր վարչապետի տեխնացու պետք է լինի։ Բայց Ռուսաստանի համար Հայաստանը դարձնել քրիստոնեական Իրան, որտեղ որ Կտրիչ Ներսյանը ընդմիշտ կլինի վարչապետ Աստծու անունով, հարգելի Գյորգի, լուծում է, հասկանում եք։ Այո։ Ուզում եմ ասեմ, այդ վտանգը մենք հազիվ հիմա խուսափել ենք, ի շնորհիվ ինչու, մեկ էլ էտել ասեմ, էլի, ի շնորհիվ ինչու, հայ ազգը բացարձակ ազգ է։ Մենք որ կարողացանք կաթողիկոսի պաշտոնում գտնվող այս անձի KGB-ի գործակալի դեմ այսքան ազգովի գործ անել եւ համարյա հասել ենք միջև վերջ, ես դες ասեմ, որ դա բացառիկ դեպք է մարդկության պատմության մեջ, այդպես չի լինում շատ դեպքերում։ Ուստի եսի հայ ազգի առանձնահատկության մասին է խոսքը գնում։ Ռուսները հաշվարկել էին, մտածել էին ոնց չեն դուս գա իրան կաթողիկոսի դեմ, եկեղեցու դեմ ըստ իրենց, որտեվ եկեղեցում կաթողիկոսն է այդ կտրիչն է գտնվում, չէ։ Եվ իրանք հաշվարկներ արեցին, նայեցին 99%-ը քրիստոնյա են, հաստատ աշխատելու է։ Չաշխատեց։ Հարգելի Գյորգի, այն մարդիկ կամ այն երկիրը, ճիշտ Ռուսաստանը, որ այդքան անհանգստանում է հայոց եկեղեցիով, ես չտեսա իրանց անհանգստանալուց, երբ որ Արցախում վերացնում էին մեր եկեղեցիները, երբ որ տարիներ առաջ Նախիջևանում վերացնում էին մեր խաչքարերը, ոչ մեկ չելա, ոչ մի բան չասեց, մենակ էլի սրտացավ հայը հելավ ասեց։ Այս սրանք ձենները կդրած էին, ինչա որ կպել են այս իրանց շպիոնին, իմ մոտ հարց առաջանում, երբ հայսի ձերբակալվելու։ Սենց ինչքան պետք է մնա։ Ես շարունակում եմ հորդորեմ Նիկոլ Փաշինյանին, որ այդ հրամանը կամ թույլտվությունը տա, որովհետև ազգը հոգնել է։ Հասկացանք, հա, բարեփոխումների այս օրակարգ քահանաները միանում են եւ այլն, բայց կտրիչը չի լքելու այդ մայր տաճարը։ Ինչու պետք է լքի, որովհետև Մոսկվայից ասում են չլքես։ Չի լքելու։ Կա։
Ուրեմն անխուսափելի է, իրան ձերբակալեք, այդ բարեփոխումների օրակարգը առաջ տանենք, գոնե մի քանի շաբաթով, մի քանի ամսով, չեմ ասում, ընդմիշտ։ Եվ հետո արդեն փաստի արժև կանգնեցրեք, հետո պայմանավորվեք, որ խելոք վրա Հայաստանում կմնա, չի գնա Ռուսաստան, եւ ազատ արձակեք, որովհետեւ չեմ կարծում, որ հայերի համար ամենակարևորն է, որ կտրիչը բանտում անպայման լինի եւ դա ոնց որ թեմա լինի օգտագործման, բայց մեզ կարևորն է մեր եկեղեցին ազատագրել, թե չէ, կտրիչի բանտում հայտնվելը չի մեր համար առաջնահերթություն։ Հակառակ չնստեցնեք, հանեք դուրս շպրտեք այնքան որ կա։ Նկատի ունեմ, դա անխուսափելի է դառնում ձերբակալումը, որովհետեւ ինքը փաստացի չի պատրաստվում ոչ մի դեպքում լքել ուրեմն մայր տաճարը եւ հիմա ինչ ենք անելու։ Ախր մենք չպետք է իրան հարցնենք, այդ եկեղեցին մերն է։ Դե հա, բայց եթե ժողովուրդը գնա ու այսպես ասեմ որոշի այս հարցը այդտեղ, ապա դա հեչ գեղեցիկ բան չի լինելու։ Չէ, ես չեմ կարծում, որ ժողովուրդը պետքա գնա իրան հան։ Ես կարծում եմ, որ հոգևորականները, այն հոգևորականները, ովքեր որ հասկանում են այս խնդրի մասին, իրանք պետքա ուժայինների հետ մտնեն, սիրուն իրան դուրս հրավիրեն։ Ես այդ եմ պատկերացնում։ Հոգևորականներ կկանգնեն եւ եթե ուժայինները իրան չձերբակալեն, ես ենթադրում եմ, որ ինքը դուրս չի գա։ Հասկանում եք, ինքը ունի մտերիմ հոգևորականներ 25 տարվա մեջ ոնց կանար այդքան կոռուպցիայի ու KGB-ի այդ կամպրամատների միջոցով ինչ որ խումբ չձևավորել ու որ կվերահսկեր, հասկանում եք։ Արգելի Գեորգի, իրանց գյուղի գերմեծամասնությունը տարեինքը սարկելա տեր։ Նրանք ինչ տեր, նրանք, չգիտեմ, բիզնեսի մարդիկ են, թզբեղ ֆրցնող են, բայց նրանք տեր չեն։ Շատ շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, ճիշտ է, շատ հարցեր կային խոսալու, բայց պետք է նենց անենք, որ ժողովուրդն էլ մեզնից չհոգնեն։ Ես կոչ կանեմ մեր ժողովրդին նորից չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին եւ իհարկե պարոն Գեորգի Թումասյանի ալիքին։ Հենց կարծեմ այդ ձևել հենց լատինատառա չէ ձեր ալիքը գրվում։ Հայատառ։ Ուրեմն YouTube-ում Հայատառ Գեորգի Թումասյան եւ այնտեղ կգտնեք, չնայած ես այդ նկարագրության բաժնում անպայման կտեղադրեմ նաեւ Գեորգի Թումասյանի ալիքը, եթե որ ցանկություն ունենաք, հենց մեկ կլիկով հայտնվեք իր ալիքում։ Շնորհակալություն, պարոն Թումասյան։ Ստեսյուն, հաջողություն։ Ստեսյուն։